Ինչպես էր ստացվել, որ շտապօգնության մեքենա Ֆրանսիայից ձեր ազգակարդակ չէ, որ տեղափոխվել էր հենց մի անգամ Ֆրանսիայից էր շտապօգնության մեքենա հնարավոր էր այդպես։ Իհարկե, որևէ խնդիր չկա։ Ամսից ավել ցանկանում էին տեղափոխել Հայաստան, լոգիստիկ եւ այլ փաստաթղթերի հետ կապված հարցեր կային։ Իմ միջամտությամբ կարգավորվել են այդ հարցերը եւ Ֆրանսիայից տեղափոխվել է Հայաստան։ Իմ ազգակիցը եւ հիմա Հայաստանի Հանրապետությունում է գտնվում, ով նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Հիմա ինչպեսին է առողջական վիճակը։ Ծանր։ Հնարավոր չէ հաշվի առնելով հայաստանյան արձագանքը, գիտեք ինչի վերաբերյալ տեղափոխման այլ եղանակ կամ Հայաստանում արդեն հայկական շտապօգնության մեքենա տեղափոխվել։ Վայելակ ջան, գիտեք, բազմաթիվ խնդիրներ կան։ Ես չեմ կարծում, որ հնարավոր էր հայկական մեքենայով, օրինակ Հայաստանից մեքենան տեղափոխող հատուկ ռեանոմոբիլ տեղափոխել։ Ես վստահ չեմ նախ, որ նման սարքավորումներ ունեցող մեքենա կարող է լինել Հայաստանում եւ որը հաշվի առնելով նաեւ վիզայի հետ կապված հարցեր եւ բազմաթիվ այլ հարցեր մեքենան տեղափոխել Ֆրանսիա եւ Ֆրանսիայից հիվանդին հայկական մեքենայով տեղափոխել Հայաստան եւ երկրորդ չեմ ուզում տրվել այն սադրանքներին, որոնք հասարակության մեջ փորձում են տարածել եւ փորձում են դրանով նաեւ կոմպրոմատներ ձևավորել իշխանության նկատմամբ եւ ցույց տալով, որ իշխանությունները ինչքան ապազգային են եւ ինչ են իրականացնում։ Ակնհայտ է, որ Հայաստանում Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ է մղվում եւ դրա համատեքստում նաեւ փորձեցին սա օգտագործել, բայց ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եւ հայ հասարակությունը շատ ավելի առողջ է դատում, թեև ունենալով որոշակի նուրբ թելեր, որոնք կապված են 20 թվականի պատերազմի հետ եւ հենց սա էլ փորձում են օգտագործել մեր պետության դեմ, բայց այնուամենայնիվ չպետք է տրվել որևէ սադրանքի եւ այն ինչ անհրաժեշտ է մեր քաղաքացու համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար, պետք է դա իրականացնել եւ ես դա իրականացրել եմ, որևէ խնդիր չեմ տեսել դրանում եւ չկա որևէ խնդիր, այլ պարզապես վստահ եմ, որ միայն փորձել են օգտագործել այս հանգամանքը այլ տեսանկյունից մեր երկրի դեմ, մնացած ոչինչ չկա եւ ես վստահ եմ, որ ներքին համոզմունք ունեմ, որ նաեւ հեղինակը ով նման քայլի է գնացել եւ ինքն էլ իր արածի համար փոշմանել է, վստահ եմ գտած կլինեք եւ այս հարցը իրեն տված կլինեք, բայց տեսնում եք նաեւ քաղաքացիները օրենք են խախտում, վթարային իրավիճակներ ստեղծելով, արժեվի մեքենայում կարող են երեխաներ լինել, ամեն դեպքում մարդիկ են ում կյանքին կամ կյանքերին վտանգ էր սպառնում տվյալ քաղաքացու մեքենա վարելուց։ Ձեզ եմ շնորհակալ։